իր երկերի եւ մեղեդիների պես տխուր եւ անողոք է եղել բազմաչարչար քուրդ ժողովրդի ճակատագիրը։ Դաժանորեն հարստահարվել է նա օտարերկրյա գաղութահարիչների կողմից, զրկված պետականությունից, հավար եւ իրավազուրկ մատնված է եղել բախտի եւ աղքատության կմահաճույքին եւ պատմությունը ոչնչով չի թեթևացրել նրա դարն ու վիճակը։ Իմպերիալիստները պարզ կերպով վճռեցին քրդական հարցը։ Նրանք ընտրեցին քրդերին մասսայաբար ոչնչացնելու ճանապարհը։ Մի քանի տասնյակ հազար քրդեր ցարի օրոք եւ դաշնակցական Հայաստանում ապրում էին այնպես, ինչպես այժմ միլիոնավոր քրդեր ապրում են Թուրքիայում, Իրանում, Սիրիայում, Իրաքում եւ աշխարհի այլ երկրներում։ Երբ հիվանդանար ծնողների սիրասուն մանկիկը չէին փրկի նրան ոչ աղոթքները, ոչ կախարդությունները։ Ո դժբախտ ծնող, ո դժբախտ ժողովուրդ։ Այսպես միահյուսվում էին նրանց երկերին ու մեղեդիներին արցունքն ու վիշտը։ Փրկվելու համար իր հարստահարիչների հետապնդումներից կրկին նոր ճամփա էր բռնում կոչվորների քարավանը դեպի նորանոր զրկանքներ ու տանջանքներ, եւ թվում էր, թե ճակատագիրը դատապարտել է քրդերին կատարյալ ֆիզիկական ոչնչացման։ Ահա թե ինչպես էինք մենք առաջ ապրում, վերջացրեց իր պատմությունը թորնիկներին կոլխոզնիկ Ալի Սիաբանդովը։ Բայց եկան Լենինն ու Ստալինը, սովետական իշխանությունը եկավ Հայաստան։ Վերջացան Հայաստանում ապրող քրդերի բոլոր տանջանքներն ու կորտությունները։ Առմիշտ հեռացավ կոչվորական կյանքը։ Սովետական Հայաստանը նրանց համար դարձավ հայրենիք։ Ահա քրդական շրջանային կենտրոն Ալագյոզը, որ ստեղծվել է սովետական իշխանության օրոք։ Նորակառույց բնակելի տներ, այս ակումբը, դպրոցը, հիվանդանոցը, նորավարտ ջրմուղը, այս կեսսախինդ մարդիկ քուրդ ժողովրդի վերածնության եւ երջանիկ կյանքի անժխտելի վկաներն են։ Եվ քուրդ ժողովրդի այս փոքրիկ մասը, որ ապրում է սովետական Հայաստանում, իր բազմադարյան պատմության մեջ առաջին անգամ հնարավորություն ստացավ զարգանալու եւ ծաղկելու իր եղբայրական հայ ժողովրդի եւ սովետական մեր մեծ միության մյուս ժողովուրդների հետ միասին։ Ստալինյան իմաստուն կոնստիտուցիան քրդերին պարգևեց աշխատանքի, կրթության եւ հանգստի իրավունք։ Աշխարհում առաջին անգամ քրդուհին ստացավ տղամարդուն համահավասար իրավունքներ։ Սովետական իշխանությունը Հայաստանում պարգևել է քրդական ազգաբնակությանը լուսավորության կանթեղը։ Նա քրդերի համար ստեղծել է գիրք ու գրականություն։ Ազիզե Բրոն մեկն է այն բազմաթիվ երիտասարդ քուրդ ուսուցիչներից, որոնց աճեցրել, կրթել եւ դաստիարակել է սովետական իշխանությունը։ Գյուղական նոր հիվանդանոցում աշխատում է առաջին քուրդ ադամնաբուժներից մեկը, Ռզգոյե Ավդոնը, որ իր բժշկական կրթությունը ստացել է Լենինգրադում։ Ջամուշլի գյուղի Լիաթ Թազակ կոլխոզն ավարտել է աշնանային աշխատանքները։ Կոլխոզի նախագահ Ռաշիդե Քալաշը հպարտությամբ է շնորհավորում կոլխոզնիկ Ալիե Մահմուդին, որ իր արդար քրտինքով վաստակած աշխորհների դիմաց ստանում է 3000 կիլոգրամ հացահատիկ։ Ունևոր եւ երջանիկ կյանք են վայելում սովետական Հայաստանի քրդերը։ Այսօր կոլխոզում հանդիսավոր օր է։ Պարտիայի Ալագյոզի շրջկոմի քարտուղար ընկեր Չատոյև Խալիքը բարձր վերքի եւ պլանների գերակատարման համար շրջանի փոխանցիկ դրոշը հանձնում է առաջավոր կոլխոզին։ Մենք կաշխատենք այնպես, որ այս դրոշն ապագայում ոչ ոքի չզիջենք, իր պատասխան խոսքում հավաստիացնում է կոլխոզի նախագահ Ռաշիդե Քալաշը։ Ջարջարից քրդական գյուղի կոլխոզում աշխատում է անվանի կողգիտ Շուրաթ Անադոն։ Երբ է լսվել, որ քրդուհին ակտիվ մասնակցություն ունենա մի երկրի պետական գործերին։ Շուրաթ Անադոն Հայաստանի Գերագույն սովետի դեպուտատ է։
Նա կոմերիտուհի է եւ ահա կոմերիտմիության Ալագյոզի շրջկոմի քարտուղար Մուրադով Խալիլի եւ մյուս քուրդ դելեգատների հետ միասին մասնակցում է Հայաստանի կոմերիտմիության 13-րդ համագումարին։ Միայն սովետական կարգերն իրականություն դարձրին մարդկության երազները։ Քուրդ երիտասարդները հասնում են գիտության լուսապայծառ բարձունքներին։ Հայաստանի գիտությունների ակադեմիայի քուրդ ասպիրանտուհի Նուրե Պուլատովան։ Նախկին որբու Ամիրե Ավդալը ստացել է ֆիլոլոգիական գիտությունների տեխնատուի աստիճան եւ զբաղվում է ազգագրությամբ։ Նախկին հովիվ Մախմուդով Նադոն այժմ հայտնի հասարակական գործիչ է։ Նա Հայաստանի Գերագույն սովետի դեպուտատ է եւ խմբագրում է քրդերեն բոլոր ռադիոհաղորդումները։ Սպենդիարովի անվան երաժշտական ուսումնարանի քուրդ աշակերտուհի Դոնար Մախմուդովան կատարում է Մոցարտի սոնատինան։ Հայաստանի սովետական գրողների միության այսօրվա երեկոն նվիրված է քրդական գրականությանը։ Զեկուցող Ջասմե Ջալիլը կանգ առնում քուրդ գրողներ Վեզիր Նադիրի, Ջարտոյե Գենջոյի եւ այլ գրողների բանաստեղծությունների վրա, որոնք աճել են քրդական սովետական գրականության հետ մեկտեղ։ Հայաստանի սովետական գրողների միության քրդական սեկտորի քարտուղար Հաջի Էջենդին կարդում է Աշուղ Ահմեջլոյի բանաստեղծությունը, որը ծնված է ժողովրդների առաջնորդ Ստալինին։ Դիվանա մե պաշտիոն է, դիվանա պարհա ու գնջան է, Ստալին գուրա համուջան է, ավժբոյնա մահմյոն է, դնյամ է պաշտին է, մերքեզում է Մոսկվա է, Ստալին օլա բոլա է, մինարոժ է շախվեդա է։ Միկրոֆոնի մոտ է գտնվում աշխարհի առաջին քրդական թատրոնը։ Հատվածներ Ջզիրե քաղաքի հերոսը հայրենասիրական պիեսի։ Էլի, դալալ եմ բդաշուրի մարտալամն։ Կալամ կապալով։ Դավ խատրետ դալալում։ Օղուր բաբամ, օղուր բա։ Ազգակել պաշը բակարը։ Խերի շարի դագարը։ Դավ խատրեվա։ Ասկարեններ խաս, պեշտա հապեշտա, բաբու բրանո, պեշտա հապեշտա։ بیماری را خدمت کردیم پادشاه یا ضربتنش خدمت کردیم تنها برای جنده که دبرا فن به فلاش دیده در باز به توی دکر از سون دخون سر خبر رو من اشکر برزی نکم ترکم بلازر فرمانجا از سون دخون
Ալիսիա Բանդովը նամակ է ստացել իր որդուց Սովետական միության հերոս, Սովետական միության Գերագույն սովետի դեպուտատ Սաման Սիաբանդովից, որը այժմ սովորում է Մոսկվայում վարչական բարձրագույն դպրոցում։ Հայրենական պատերազմի տարիներին, երբ մեծ Ստալինի կոչով մեր երկրի ժողովուրդները ոտքի ելան պաշտպանելու իրենց սոցիալիստական հայրենիքը, անձնվիրաբար մարտնչողների մեջ էին և քուրդ ժողովրդի զավակները։ Նրանց առաջին շարքերումն էր Սաման Սիաբանդովը։ Եվ երբ հասավ տեղական սովետների համաժողովրդական ընտրությունների օրը, Հայկական Ռեսպուբլիկայի Ալագյոզի շրջանի Սանջար, Ջարջարիս, Ջամուսլի, Քարվանսարա և այլ գյուղերի քրդերը սովետական բոլոր ժողովուրդների հետ միասին մեծագույն խանդավառությամբ իրենց ձայնը տվին կոմունիստների և անպարտիականների բլոկին սովետական հայրենիքի հետագա ծաղկման համար և բոլոր ժողովուրդների հայր մեծ Ստալինին։